Դատարան ուղարկվող գործերի, քրեական վարույթների թվերը, ինչպես նաև քննիչների ծանրաբեռնվածության ավելացումը մնում են արդարադատության համակարգի առանցքային խնդիրներից։ Թվերը խոսում են ակտիվ աշխատանքի մասին, սակայն միևնույն ժամանակ բարձրացնում են մի շարք հարցեր կապված արդյունավետության եւ որակի հետ։ Ըստ պաշտոնական տվյալների 2025 թվականի ընթացքում քննչական կոմիտեի ստորաբաժանումները ընդունել են 74893 հաղորդում, որոնցից շուրջ 57672-ով նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ 17221-ով չի նախաձեռնվել։ Եվս 649 քրեական վարույթ նախաձեռնվել է այլ քրեական վարույթների նախաքննության շրջանակներում։ Հաշվետու ժամանակահատվածում քննվել է ընդհանուր, այդ թվում նաև հաշվառվածի մասին է խոսքը 224444 քրեական վարույթ, նախորդ տարվա 207132-ի դիմաց, այսինքն քրեական վարույթների թիվն աճել է 17312-ով։ Նշված 224444 քրեական վարույթից 157367-ը փոխանցվել է 2024 թվականից։ Կոմիտեի մարմինների կողմից նախաձեռնվել է 58321 քրեական վարույթ։ Առանց նախորդ տարիներին հաշվառված եւ կոմիտեի ստորաբաժանումների միջև ուղարկված քրեական վարույթների 2025 թվականի ընթացքում քննվել է 90931 քրեական վարույթ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 85341-ի դիմաց։ 90931 քրեական վարույթից լուծվել է 69694-ը։ Վարույթի աճին զուգընթաց աճել է նաև քննիչների միջին ծանրաբեռնվածությունը։ 2025 թվականի մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 350 քրեական վարույթ 2024 թվականի 319-ի դիմաց։ Փաստաբանները, սակայն, քննիչների ծանրաբեռնվածության ցուցանիշը մտահոգիչ չեն համարում, քանի որ դրանով կարող է գործի վրա կենտրոնանալու եւ արդյունավետ քննություն իրականացնելու խնդիրներ առաջանան։ Նկատում են, որ ապարատը կարիք ունի նոր ռեսուրսների։ Չկա հստակ տարանջատում, այդ 350 վարույթից մոտավոր քանիսն են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործեր, ինչ բարդության գործեր են դրանք։ Շատ դեպքերում այդ ծանրաբեռնվածությունը բերում է քննության վատ որակի, մակերեսային քննության, գործերը ինչ որ կերպ ավարտելու ցանկության, ծանրաբեռնվածության ֆոնին շատ կարևոր հաղորդումներով նույնիսկ վարույթ չի նախաձեռնում պատճառաբանելով, որ չի համապատասխանում օրենքի պահանջներին։ Նախաքննության փուլում թույլ տված բացթողումները կամ թերությունները հետագայում ուղիղ անմիջական ազդեցություն են ունենում արդարադատության որակի վրա, ահազանգում են փաստաբանները։ Ասում են, քննիչները գործերի այդ ծավալով պայմանավորված անգամ ֆիզիկապես հնարավորություն չեն ունենում քննությունը իրականացնել ողջամիտ ժամկետներում։ Քննիչները ժամանակ չունեն իրականացնելու պատշաճ քննություն։ Քննիչները մարդիկ են, ովքեր որ պետք է գործի քննությունը ամբողջական իրականացնեն, բայց դրա համար այդ քանակով պայմանավորված վարույթների թվի աճը եւ դրան զուգահեռ քննիչների թիվը չաճելը բերում է նրան, որ քննիչները վարույթները նախաձեռնում են, բայց հնարավորություն չեն ունենում պատշաճ քննություն իրականացնել։ Մեկ քննիչը չի կարող այդ գործերը քննել պատշաճ։ Այսպիսով, եթե աճող ծավալներին մարդկային եւ ինստիտուցիոնալ ռեսուրսները համարժեք չլինեն, ապա դա մասնագետների գնահատմամբ կարող է անմիջական ազդեցություն ունենալ թե նախաքննության արդյունքների, թե վերջնական դատական ակտերի վրա։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։